24 տարեկան երեխան այդ վիճակում ու ծանր չտանի։ Ծանր, շատ ծանր են տանում 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանի հետ պատահածը Հայրենի Աթարբեկյան գյուղում։ Նուբարաշենի զորամասի մոտ 13 օր առաջ են նրան դաժանաբար ծեծել։ Ավետիքի համագյուղացիները, հարազատները մինչև հիմա ուշքի չեն գալիս։ Որ իրան այդպես անտանելի ծեծել են մի քանի հոգով, ինչի մի հոգու կարելի է մի քանի հոգի ծեծել։ Ծառայակից ընկերների թե սպաների հետ է վիճել Ավետիքը։ Որն է եղել ծեծի շարժառիթը, կան արդյոք կասկածյալներ կամ մեղադրյալներ, քննչական կոմիտեն դեռ չի պատասխանել մեր գրավոր հարցմանը։ Հրազդանում գիտեն միայն այն, ինչ բոլորը, զորամասից դուրս է պատահել դեպքը։ Ես տեսել եմ, որ ծառայել են իրար հետ ու ինչ որ թեմա ել է, թեման չի լուծվել, ծառայությունից հետո են ինչ որ բան արել։ Ավետիքի վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հայտնում զինծառայողի ցանկությամբ։ Ըստ համագյուղացիների նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Զանգել ենք, ասում են նույն վիճակ, նա չգիտենք ոնց է ինչա։ Ասած ծեծացել է։ Էր չահարսել ինչ է, ասած շատ վատ։ Կյանքին վտանգ սպառնում, հա։ Բերե, ես իմ ասին մի աչքան չի տենում։ Այն մեկն էլ հազիվ մի կերպ։ Հարևանները չեն պատկերացնում, որ գյուղում իրենց համեստությամբ հայտնի Մկրտչյանների տղան կարող էր մեկին նեղացրած լինել։ Շատ խելացի լավ երեխա է։ Հերն էլ վեր գալիս է, խելոք այդ երեխաները։ Շատ խելոք ընտանիք են։ Պապիկին լավ գիտեմ, ճանաչում եմ, շատ խելոք ընտանիք են։ Հեռուստացույցով էլ լսանք, որ ասինք նույնիսկ զարմացանք, ասինք այդ ընտանիքից խելոք երեխա, անշար, անփորձանք, ո՞նց է տենցել է։ Բանակային վեճեր միշտ են եղել, ասում են հրազդանցիները։ Ծեծը եղել է։ Մենք էլ ենք ծառայել, մեզ էլ են ծեծել, մենք էլ ենք ծեծել։ Բայց հիմա կարծես բանակային միջադեպերն ավելի հաճախակի ու ավելի դաժան են դարձել։ Որովհետև բանակի ղեկավարություն ավեք, եթե ղեկավարություն չկա, եթե աշխատում են կամ գործում են, որ բանակը քանդեն, երբ որ վերջում ասում է, դե այսքան զոհ է եղել, բայց այսքանն է միայն ծառայության հետ կապված, ամոթ է, նման բան չի կարելի ասել։ Բոլորն էլ ծառայության հետ են, եթե ես սպա եմ, աշխատանքի ծառայությունից հետո բախտավիճակում գնամ տուն, ուրեմն այդ ճանապարհն էլ է համարվում որպես ծառայություն։ Քաղաքացիները նկատում են պաշտոնական պատճառաբանությունը, թե զինծառայողին զորամասից դուրս են ծեծել, դեռ չի նշանակում, թե բարձրաստիճան սպայակազմը իր աշխատանքը պատշաճ է կատարել։ Այդպես բան գոյություն չունի, զորամասից դուրս։ Դա պրոստո բարձի թողի վիճակ է, ուրիշ ոչ մի բան։ Սպան սպա չի, սերժանտը սերժանտ չի, բարձրաստիճանը բարձրաստիճան է, գնդապետը գնդի հրամանատար, բա ուր եք նայում, որտեղ եք։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։